Հալեբ ընդհանուր բադգեր, հայ մտավորականներու անցքը, Զոհրաբ և Վարդգես։ Հալեբ վաճառական և հարուստ քաղաք մնե, մոտավորապես 450,000 բնակչությամբ, որոնց մե 10,000-ը հայեր են։ Կան քիչ թիվով հրեաներ։ Քաղաքի նստուվար մեծամասնությունը կգազմեն իսլամ և քրիստոնյա արաբները։ Թուրքերը թիվով քիչ են և բաղկացած պաշտոնյաներ և զինվորականներ։ Հայ բնակչությունը կազմված է այսպես. 800 դուն դեղացի հայեր, որոնք արաբախոս են և նույնիսկ ավետարանը կգարտան արաբերեն լեզվով, և 1200 դուն եկորներ, որոնք զանազան հայաբնակ գավառներ վաղուց իվել եկած տեղավորված են Հալեբ և հայախոս են։ Օսմանյան սահմանադրության հրճակում են ետքը հայերու մտավորական և տնտեսական վիճակը արագ զարգացում ստացավ։ Կազմված էին ազգային երաժշտական խումբեր, աղջկանց գրադարան, իգական սերի ազգասիրական ընկերություն և կծրագրվեր գուսակտական խմորադիպ շաբաթաթերթը հրադարագելու, բայց պատերազմը արգելք եղավ։ Հալեբի գրեթե բոլոր բժիշկները և տեղագործները հայեր էին, որոնց մե ոմանք ունեն իրենց անձնական հիվանդանոցները, իսկ արհեստավորները մանավանդ նրբագերտ գործերու համար հայեր էին մեծ մասով։ 15 ապրիլ ամսից սկսավ Կիլիկիոյի դեղահանությունը։ Կառավարության հրամանով կազմվավ թուրք յանձնախումբը, որոնց թերը պիտի լար հասնող քաղաքականներուն դեղավորել և անոնց հայթայթել օրաբահիգը, նպաստ տալով միայն ալյուր։ Մնացյալ պետքերուն մասին կհոգային դեղվու հայ բնակչությունը։ Թուրք յանձնախումբը ամեն օր կդեղեկացներ դեղահան եղած հայերու ժամանումը և նունադան իմացնելով, թե որ ողմենք ուկան, ինչ թիվով։ Կիլիկիցի գաղթականները բավականին դեղավորված էին, այրթեգին շուկաներուն մեջ կզբաղվեին զանազան աշխատանքներով, այնպես որ իրենց տնտեսությունը կազմակերպված էր, մանավանդ իրենց հետ բերած էին մասը դրամագլուխ։ Գրեթե նույն պայմաններուն մեջ գտնվելը համեմատաբար նպաստավոր վիճակ էր ստեղծած իրենց համար։ Բայց ահա իմացվեցավ, որ կուքան հայաստանցի գաղթականները։ Հայեր գացին դիմավորելու զրենք և քաղաքեն դուրս ճանապարհին վրա տեղի ունեցավ առաջին հանդիպումը։ Այսօն 2000-ի չափը բազմություն մեն գազմե գինոր և մանուկներու։ Մեկ այր մարդ չի կար, նիհար, սև ձած, ձնզոդիններով ձանձկված, անոտ, ծարավ, անոնք այհասարներու երևույթ ունեն։ Քետնի բոշին այնքան փչած էր երեսներուն, որ հերունեն հողագույն զանգված մեր երևե, ըզղմված իրարու և կարծես անբաժանելի։ Այսոնք քարածած կեցած էին և չեն գիտեր դե ուր պիտի երթան, ինչ պիտի ընեն, բողոքել կամ խոսքել չեն կարող, միայն երբեմն գինմը ախ հրաչելով գլուխը կշարժեր, կամ մանուկ մգինար յոգնութենեն սպարված և այս վիճակին մեջ կսպասեին։ Մենք պահմը կասկածեցանք, թե մեր փնտրածներն են, բայց երբ հասկացանք, որ այս դժվարները հայեր են, մենք ալ աշփժած մնանք, չենք կարող ոչ խոսիլ, ոչ քալիլ և դեմ գանկմած լուր ցավին մեջ մնանք։ Այսպես եղավ մեր առաջին հանդիպումը հայաստանցի հայերու հետ։ Վերջապես սթափվելով մեր աշփժուտենեն, առաջնորդեցինք աքսորյալներուն թեպի հայոց եկեղեցի։ Ճանապարհին թուրքեր, քուրդեր, արաբներ, վրանաբնակներ զարմացած գտիդեին և իրարու կըսեին. այսպես մարդիկալ կան երկրիս վրա։ Միայն արաբ շեխերը հասկացան ամեն ինչ և ամեն անգամ կբացականչեին. Սուբհան Ալլահ, ալեյհի զալամ, Տեր Աստված, այս ինձ զուլում է։ Հայաստանցի աքսորյալներու այդ առաջին ժամանումեն ետքը ամեն օր թուրք յանձնախումբը կհայտներ, որ նոր խումբեր կուգան գնացքով կամ հետիոդն։ Հետզհետե եկողները ավելի վատ դարդրության մեջ էին, հոսկածած, անբանածած, շատերը մահամերժ, անոնք գործունուցված էին մարդկային երևույթը իսկ։ Հալեբի մեջ ժողովվավ մոտավորապես 70,000 դեղահան ժողովուրդ,
որոնք զանազան դեղերը եկած խումբեր էին, մեծ ու շեն գաղակներուն մնացորդներ Բաֆրա, Տրաբիզոն, Էրզրում, Տիգրանագերտ եւ այլ քաղաքներու շրջակայքե, ցան ու ծրվիվ գինոր ու մանուկներ, որոնք նույնիսկ իրենց ընտանիքներու ամբողջությունը չեն բահե, որովհետև ամեն ընտանիք բաժան եղած էր թուրքերու կողմէ զանազան վայրեր ըրգված խումբերուն մեջ։ Դեղվու հայ ժողովուրդը առհասարակ քրգապած ընդունեց իլ դժբախտ ազգագիցներուն։ Իրենց տուները բացած էին քաղաքականներուն առջև եւ ամեն ոք իր դնան մեջ կբացպարեր 5-10 ցանոթ կամ անցանոթ հայ աքսորյալներ։ Բայց եւ այն մեզ բողոցները, դաշտերը, անձանոթ անկյուններ լիք էին հազարավոր բնավեր խեղճերու, մանավանդ եկեղեցու տաղը անտանելի պատկեր կներկայացնե։ Ճանապարհները խջողված եւ փակված էին, տեղահանված հայերը կքնանային բողոցներուն մեջ նույնիսկ իրենց գղգղանքներուն մոտ, անցուդարձը անհնար էր եւ օգնության գալը վերին աստիճանի դժվար։ Թեև անտուն ժողովուրդը դեղավորված էր բոլոր ասկային գալվածներուն մեջ, քերվանայեր, դբրոց, եկեղեցու տանիքը ամենուրեք, բայց դարձյալ այդ դժվարներուն խջողում են յարաճ կուգար շատ մեծ թիվով մահություն եւ աղջիկներու մանուկներու անհետացում։ Հետզհետե գարվարությունը դադարեցիվ նպաստը եւ փոխեց քաղաքականությունը։ Խուզարգեցին դեղացիներուն դները, թեև ոևէ կասկածելի բան չգտան, բայց եւ այնպես բանդարգեցին աքսորյալներուն օգնող բազուկները եւ դեղացի հարուստներեն մեգանին։ Ասիգա բարձ ձևականություն մեր, դեսակմը աստարարություն, 24 ժամ բանդարգությունեն ետքը արձակեցին։ Միևնույն ադան գարավարությունը հայտարարեց, որուգով որ բահված կմնան աքսորյալ մանուկ, աղջիկ, գին եւ այլն պետք է շուտով դուրս վդարվին տները։ Այն դեղացի հայերը, որ հագարակ կառավարության հայտարարության իր մոտ գղատական կբահե, ինքնալ դեղահան գլա եւ գակսորվի։ Դեղացի ժողովրդի մեջ դիրեց սարսափ։ Գործող ուժերը ջլատված էին եւ ամեն ոք յայտնապես օգնելու գվախնար։ Գալթակողի եղած օժանդակությունը անբավական էր, աքսորյալ հայեր մնացին անօգնական։ Անօթությունը, հիվանդությունը, դժվարությունը միանալով մահերու թիվը օր-օրյանելցավ եւ հասավ օրական 100-ի։ Այնպիսի դակնաբարի դրություն յարաչեգավ, որ նույնիսկ օդարները սկսան բողոքել։ Օրինակ գերմանացի պաշտոնյայի մկինը Տիգին Քող, որ գոկներ իր շուրջը վխտացող դժվարներուն բողոքեց կառավարությանը, ասելով թե իրենց դան մոդերը սենյակներու կամ բագերուն մեջ արգելափակված անմեղ հայեր կմեռնին անօթության է։ Կառավարությունը բողոքներու եւ բարդությանց առաջկարներու համար սկսավ փողոցը գտնված խեղճ քաղաքականները խումբ հրխել դեպի շրջակայքը եւ միջագետը։ Այս սոսկալի դրության ջարմը գտնելու հույսով դեղվու հայեր դիմեցին Եգիպտոսի եւ Սուրիոյի բանակի հրամանատար Ջեմալ Փաշային եւ հետեւյալ պատասխանը ստացան. Վանին մեջ հայոց կատարած անկտություններու փոխային քիչ են այս եղածները։ Այսուամենայնիվ վստահ եղեք, Սուրիոյի մեջ հայու մեկ կաթիլ արյուն չի թափիր։ Հալեբի հայ ժողովուրդը ընկճված էր իրարու հաջորդող դեպքերու դպավորության ներքո։ Հալեբի մեջ հրացանազրկվան 7 սվետական հայեր իբր զինվորական փախուստական, որոնց մեկը հակառակ բազմութ է գնդակներ ընդունելուն չեր մերած։ Դաշնակցականները բանդարկված էին եւ չարաչար աշխատեցնեին զրենք, պաշտոնանկիր եղած բոլոր հայ պաշտոնյաները, արգելված էր հայերեն լեզվով թղթակությունը, արգելված էր ոևէ հայ հասցեով դրամ կամ ուրիշ բան փոխադրել, ճամփորդելը բացարձակապես արգելված էր։ Արևմտյան նահանգներեն տեղահանված հայերը Գոնիա, Կեսարիա, Իզմիտ եւ շրջակայքը ամբողջ էին, այսինքն այրերը գտնվեին ունց ընտանիքներուն հետ եւ մասամբ կենտրոնացված էին Հալեբի շրջակայքով։ 15 օկտեմբեր ամսին այս աքսորյալներուն ալ սկսան գամայական վերակերմունք ցույց տալ։ Ջահաբ գբադահեր, որ ընտանիքի
այր անդամները դուրսը կգտնվեին որևէ գործերով, եւ ահա յանկարծ կառավարությունը ոստիկաններու միջոցով կհավաքեր, ով կգտներ բողոցներուն գուղարգեր գայարան, ուրգեն կգշվեին դեպի Ռասուլային։ Մինչև այդ թվտանը արևմտյան նահանգներու հայերը Բաղդադաբար հանգիստ մնացած էին, բայց երբ մաս գրխեցին Ռասուլային, ուր կյանքի եւ բադվի ոչ մի ապահովություն կար, անոնքալ ենթարկվեցին հայաստանցիներու վիճակին։